Ամառվա ամենասպասված եւ ամենաուրախ օրերից մեկը Հայաստանում Վարդավառն է։ Սա այն տոնն է, երբ փողոցները լցվում են ժպիտներով, ջրով եւ ուրախությամբ։ Անկախ տարիքից բոլորը դառնում են այս մեծ տոնի մասնակիցը։ Բայց արդյոք գիտեք, թե որտեղից է գալիս այս ավանդույթը եւ ինչու են մարդիկ ջրում միմյանց։ Վարդավառը հայկական ամենահին տոներից է։ Այն նշվել է դեռևս հեթանոսական ժամանակաշրջանում եւ կապված է եղել սիրո, գեղեցկության եւ ջրի աստվածուհի Աստղիկի հետ։ Ըստ ավանդության, Աստղիկը վարդաջուր էր ցողում մարդկանց վրա, սեր ու բարություն տարածելու համար։ Ասում են նաեւ, որ նա վարդեր էր նվիրում մարդկանց, եւ հենց այստեղից էլ առաջացել է Վարդավառ անվանումը։ 301 թվականին, երբ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը, եկեղեցին պահպանեց ժողովրդի սիրելի տոնը, այն կապելով Հիսուս Քրիստոսի պայծառակերպության հետ։ Այդ օրվանից Վարդավառը նշվում է Զատիկից 98 օր հետո եւ հանդիսանում է հայ առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկը։ Այսպիսով, այսօր Վարդավառը միավորում է ինչպես հազարամյակների պատմությունը, այնպես էլ քրիստոնեական ավանդույթը։ Վարդավառի գլխավոր ավանդույթը ջուր ցողելն է։ Այսօրը գրեթե անհնար է մնալ չոր։ Փոքրից մեծ բոլորը մասնակցում են տոնին։ Երեխաները զինվում են ջրային ատրճանակներով։ Երիտասարդները կազմակերպում են ջրային խաղեր, իսկ շատ քաղաքներում նույնիսկ հրշեջ մեքենաներն են մասնակցում տոնական միջոցառումներին։ Վարդավառի օրն ընդունված չէ նեղանալ, եթե քեզ ջրում են։ Ընդհակառակը, դա համարվում է բարեմաղթանք, մաքրության, առողջության եւ հաջողության խորհրդանիշ։ Տոնը նշվում է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում։ Ամենուր կարելի է տեսնել ուրախ մարդկանց, ընտանիքների, ընկերների եւ զբոսաշրջիկների, որոնք հաճույքով մասնակցում են այս յուրահատուկ հայկական ավանդույթին։ Վարդավառի հետ կապված կան բազմաթիվ գեղեցիկ ավանդույթներ։ Հին ժամանակներում մարդիկ միմյանց վրա ոչ միայն ջուր, այլև վարդաջուր էին ցողում։ Որոշ բնակավայրերում մինչև այսօր պահպանվել է աղավնիներ բաց թողնելու գեղեցիկ սովորույթը, որը խաղաղության եւ բարի լուրի խորհրդանիշ է։ Տոնի օրը բազմաթիվ հավատացյալներ այցելում են եկեղեցիներ, մասնակցում Սուրբ Պատարագին եւ ստանում օրհնություն։ Վարդավառն այսօր դարձել է նաեւ զբոսաշրջիկների ամենասիրելի հայկական տոներից մեկը։ Ամեն տարի հազարավոր հյուրեր տարբեր երկրներից գալիս են Հայաստան, սեփական աչքերով տեսնելու այս ուրախ եւ անկրկնելի տոնը։ Վարդավառը պարզապես ջրային խաղ չէ։ Այն հազարամյակների պատմություն ունեցող հայկական տոն է, որը խորհրդանշում է մաքրություն, սեր, նոր կյանք եւ մարդկանց միասնություն։ Եթե երբևէ հնարավորություն ունենաք լինել Հայաստանում Վարդավառի օրերին, անպայման մասնակցեք այս տոնին։ Միայն մի խորհուրդ. տնից դուրս գալիս պատրաստ եղեք ամբողջովին թրջվելու։ Շնորհավոր Վարդավառ։ Թող այս գեղեցիկ տոնը բոլորին բերի խաղաղություն, ուրախություն եւ բազում ժպիտներ։